Ոչ միայն իմը ձեր անվտանգությանն էլ կվստահեմ նրան Տեսեք, այս տարիների ընթացքում, երբ քաղաքացիական պայմանագիրն է իշխանության, եղել են իրավիճակներ, երբ որ որոշակի հանցագործությունների մեջ մեղադրվել են նաև իշխանության առանձին ներկայացուցիչներ, սակայն մենք ականատեսը չենք եղել, որ նրանց օրինակ թեկուզ հրավիրելուց ոստիկանություն կամ քննչական հակակոռուպցիոն պարկեցնեն ասֆալտին, այլ կերպ ասած շոու անեն։ Ինչու է այդ ամենը տարածված բացառապես։ Բայց հարգարժան Երևանի նախկին փոխքաղաքապետը ևս կանանավորվեց, բայց օրինակ նրան ասֆալտին չփռեցին։ Ինչու՞։ Բայց հարգարժան Վարդանիկի մռութն էլ ասֆալտին ես երեք չեմ տեսել, հետեւաբար իրան պարտած ես չեմ տեսել ասֆալտին։ Չէ, նկատի ունեմ ներխուժել, այսինքն Ինչ նշանակում ներխուժելը մարդիկ գնացել են, իրավապահ մարմինները գնացել են Գյումրի քաղաքապետարան եւ Գյումրի քաղաքապետին բերման են ենթարկել։ Ինչի՞ մաս։ Իսկ դուք նկատել եք օրինակ ձեր մատնատշած դեպքում քաղաքապետարանի դիմաց այդ ձեր ասած չեմ էլ հիշում կալանավորվել էր, հա, կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, հա, ասից։ Հա, նկատել եք այդ պահին օրինակ Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի դիմաց այդ ժամանակ մարդիկ կային, հա, ինչ որ խոչընդոտում էին իրավապահների գործունեությունը, կային չկային, հետեւաբար կարողա չունի աջակից։ Ժողովուրդ ջան, դուք չեք լսում ձեզ կամ ինձ չեք լսում։ Իմ տպավորությունն է, որ դուք ուղղակի հարց եք տալիս, հարց տալու համար։ Դուք հարցնում եք ինձ. Ինչու Գյումրու քաղաքապետարան գնացել էին մեծ թվով իրավապահներ, էսա չէ հարցը։ Ի տարբերություն այն դեպքի, երբ որ ժամանակ մի վարքյան, Սիրելի Փայլակ, մի փոխեք հարցը։ Դուք արեցիք, դուք արեցիք երկու պնդում։ Պնդում համար 1 ժամանակին կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, ինչու նրան ասֆալտին չեն պարկեցրել։ Ես ապացուցեցի, որ ձեր պնդումը սխալ է, որովհետև Գյումրու, որովհետև խոսելը դեռ ապացույցի նշան չի։ Հիմա մենք բանավիճում չենք բանավիճում, մեղադրում եք սպասեք ես պատասխան։ Դուք նույնիսկ մեղադրանքը մինչև վերջ չլսեցիք, հետո դուք հիմնա, ծանոթ։ Դուք ինչ գիտեք որ։ Նայեք, դուք ասում եք, ինչու ի տարբերություն Գյումրիի քաղաքապետի ասֆալտին չի պարկեցվել բերման ենթարկվելուց Երևանի փոխքաղաքապետը։ Ես ձեզ ասում եմ, ցավոք կամ բարեբախտաբար Վարդանիկն էլ ասֆալտին չի պարկեցվել։ Հաջորդը մի թողեք ավարտեմ։ Հաջորդը ասում եք, ինչու են այդքան մեծ թվով իրավապահներ գնացել Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու։ Ես էլ ձեզ ասում եմ, իսկ գուցե այն պատճառով է, որ իր տարբերություն ձեր մատնանշած Երևանի փոխքաղաքապետի դեպքի մարդիկ չեն հավաքվել, որպեսզի խոչընդոտեին իրավապահների աշխատանքը։ Գուցե, հիմա հաջորդ օրինակ նույն Կոչուբաևի պարագայում չեմ հետևել այդ դեպքին, չեմ կարող մեկնաբանել։ Իրոք չեմ հետևել։ կոնկրետ։